Բայմացարի եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ զրուցակիցն է Երևան Քվեսթի հիմնադիր Սերգեյ Ներսեսյանը։ Այսօր կզրուցենք ինտելեկտուալ ժամանցի ժամանակակից ձևերից մեկը համարվող Քվեսթի մասին, որը վերջին տարիներին Հայաստանում, հատկապես Երևանում դարձել է բավականին պահանջված, ինչպես ուրույն հետաքրքիր բիզնես տեսանկյունից, այնպես էլ որպես թիմային ժամանցի ձև։ Շնորհակալ եմ Սերգեյ հրավերն ընդունելու համար։ Սիրով եմ եկել։ Սերգեյ, նախ խնդրում եմ բացատրեք հանրամատչելի եղանակով, թե ինչ է Քվեսթը, ինչ է պետք իմանալ կամ ունենալ Քվեսթ խաղալու համար եւ ինչով է այն տարբերվում այլ ինտելեկտուալ խաղերից։ Քվեսթ խաղալու համար հատուկ որևէ բան պետք չէ ունենալ կամ իմանալ։ Քվեսթը թիմային ինտելեկտուալ խաղ է, որտեղ թիմը հայտնվելով խորհրդավոր փակ սենյակում պետք է ի վերջո կարողանա դուրս գալ սենյակից։ Խաղի ընթացքում թիմը գտնում է ինչ-որ իրեր, լուծում է հանելուկներ, պետք է թիմային մտածի, որպեսզի հասկանա, թե այդ գտած իրերը ինչպես օգտագործի, որ բացի դռներ, կողպեքներ առաջ գնա, մինչև որ ի վերջո կատարի իր հանձնարարությունը ու դուրս գա սենյակից։ Խաղը տեղի ունենում ֆիզիկապես մեր լոկացիայում, սենյակում, այսինքն թիմը, երբ որ ուզում է Քվեսթ խաղա, մտնում է Երևան Քվեսթ.am կայքից ընտրում է թեման, որը կուզենա խաղալ, ամրագրում է ու մոտենում է տվյալ լոկացիան մեր մասնաճյուղերից մեկը, որտեղ արդեն մենք իրեն փակում ենք սենյակում ու կախված թեմայից ինքը հայտնվում է մի միջավայրում, որտեղ պետքա կողմնորոշվի, այսինքն հնարավոր է ինքը հայտնվի տիեզերանավի նման կահավորած սենյակում, հնարավոր է հայտնվի գնացքի նման կահավորած սենյակում կամ հին հյուրանոցում ու իրեն պետք կլինի դուրս գալ այդտեղից։ Քվեսթ անգլերեն ասում են escape room, թարգմանվում է որպես փախուստի սենյակ։ Ի վերջո իրենք պետք է փախնեն, ընթացքում իրենց հանձնարարությունը կատարելով։ Այսինքն ինտերակտիվ սենյակներ են դրանք, ինչ է ենթադրում, ինչպիսի կահավորում եւ տեխնիկական լուծումներ են եւ կախված թեմայից, ինչպես է ընտրում, թե որքանով տեխնիկապես զինեք, թե որքանով թողնեք այսպես բնական միջավայր լինի։ Տեխնիկական զինումը լրացուցիչ հետաքրքրություն է մտցնում, այսինքն տեխնոլոգիաները օգնում են, միշտ չի որ պարտադիր են։ Անկեղծ լինեմ, տեխնիկական զինումը թանկ է ու մենք գնալով շատացնում ենք, եթե ընտրության հարց կա, տեխնիկան շատ լինի թե քիչ, դա թեմայից կախված չի, ցանկացած թեմայում հնարավոր է տեխնոլոգիական ձևով հանելուկները հետաքրքիր դարձնել, եթե ձեր մոտ հարց կա, թե ինչ նշանակում է, ոնց է տարբերվում հետաքրքիր հանելուկը ոչ հետաքրքիրից, կամ դրա մասին հիմա ասեմ։ Մինչև դրան անդրադառնալ, ուզում եմ սկսենք ձեր հետաքրքրությունից, թե ոնց առաջացավ հետաքրքրությունը Քվեսթի նկատմամբ։ Ես որքանով գիտեմ, դուք ծրագրավորող եք եւ որոշակի կապ տեսնում եմ կոդեր գրելու եւ գլուխկոտրուկներ մոգոնելու, մշակելու մեջ։ Ինչպես որոշեցիք ընտրել հենց այս ուղղությունը։ Նախ ասեմ, որ կոդ գրելը այդքան կրեատիվ չի, ինչքան գլուխկոտրուկ ստեղծելը, ու ես բացի մաթեմատիկա սիրելուց նաև կրեատիվ եմ ինձ համարում, սիրում եմ ստեղծագործել։ Քվեսթում այդ երկու հմտությունները հատվել են իրար, այնտեղ պետքա համ տրամաբանություն, համ կրեատիվ։ Ամեն ինչ սկսվել է քվեսթներ խաղալով։ Դուք հարցրիք ոնց է եկել միտքը ստեղծելու։ Որոշեցիք, այո։ Ամեն ինչ սկսվել է քվեսթներ խաղալով, ես երբ որ քվեսթները ընդհանրապես այդքան հին չեն, 2008 թվականին է ստեղծվել առաջին քվեսթը։ Այսինքն երբ որ առաջին անգամ Հայաստանում հայտնվեց քվեսթ, ես կարդացի, իմացա ինչ է, ինձ մի անգամից շատ հետաքրքրեց ու ես սկսեցի խաղալ քվեսթներ։ Իսկ ներք երբ առաջին անգամ Հայաստան եկել քվեսթը։ Ես հիմա որ թիվ ասեմ կսխալվեմ, բայց ես այդ ժամանակ ուսանող էի։ Հնարավոր է առաջին քվեսթս խաղացել եմ 2011-ին։ Այսինքն ոչ ուշ։ Ոչ վերջերս։ Այո։ Այո, ոչ վերջերս։ Այսինքն քվեսթի հայտ գալուց ոչ ուշ է Հայաստան հասել, բավականին շուտ է հասել, եթե նայենք 2000։ Այդ տեսեք համոզված չեմ։ Ես նույնիսկ չեմ հիշում դա բանակից առաջ եմ խաղացել թե հետո։ Ես ծառայել եմ 12-ից 14 թվականներին։ Բայց լավ, այդ մեր նայողը կարա գտնի ինֆորմացիա։ Ամեն դեպքում ես երբ որ խաղում էի քվեսթներ, մեծ հաճույք էի ստանում ու չէի մտածում քվեսթ բացելու մասին։ Իսկ միտքը հղացավ այն ժամանակ, երբ որ կորոնայից հետո, կորոնայի այն լոքդաունի ընթացքում շատ բիզնեսներ, այդ թվում եւ քվեսթները փակ էին որոշ ժամանակ ու որոշ քվեսթներ վերջնական փակվեցին այդ ընթացքում, երբ որ կորոնավիրուսը անցավ համաճարակը, Երևանում մնացել էին մի քանի քվեսթներ
ու ես այդ ժամանակ որ խաղում էի, զգում էի, որ նաև սենյակների որակը այն չի, ինչ որ սկզբում էր։ Այսինքն պատկերացրեք, ես խաղում եմ քվեստ ու զգում եմ, որ շատ հանգիստ կարար ամեն ինչ ավելի լավ լիներ, քան հիմա է այս սենյակում ու բնական ձևով իմ մոտ ինչ որ փուլում սկսվեց հանելուկներ մտածելու process։ Ես գործից աշխատանքից գնում էի տուն, սկսում էի քվեստի հանելուկներ մտածել։ Պատկերացնում եք, թե ոնց կանեիք դուք, եթե ստեղծեիք։ Այո, ինչ որ հանելուկներ էի մտածում առանց թեմա մտածելու, որ կարելի էր այս հանելուկը քվեստում օգտագործել ու իր լուծելը հավես կլիներ։ Ու տենց մոտավորապես մի ամիս ես հանելուկներ էի մտածում գործից հետո, մինչև որ ասեցի լավ, արի այս հանելուկները կպցնենք, դարձնենք քվեստի սցենար։ Երբ որ դա կպցրեցի իրար սարքեցի քվեստի սցենար, ընկերներիս, ում հետ մենք քվեստ ենք խաղում, հրավիրեցի մեր ամառանոց այդ քվեստը խաղալու։ Ես այնտեղ այսինքն չէի սարքել այդպես պատրաստի քվեստ։ Մոդելային տարբերակը ստեղծել։ Հա, նախատիպ էի սարքել քվեստի։ Ես իրենց ասել էի, որ կարող ուժեղ քաշեք, բացվի, այս թելը կտրվի, բացվի օրինակման։ Ասել էի, որ սա նախատիպ է, ինչ որ բաներ կան մեր ամառանոցում, որ քվեստի մաս չեն օրինակ, էլի, այսինքն անկողին է բան։ Դուք հա, մի ավիրեք ու լիքը հարցեր, որ առաջամա ընթացքում տվեք։ Ես ուղղակի ուզում եմ կողքից նայեմ, դուք ոնց եք խաղում։ Ես կողքից նայեցի ոնց են խաղում, առաջի քվեստը շատ դժվար էր, տենց 2 ժամ խաղացել են հուշումներով, էլի։ Այդ դժվարության մասին էլ հետո կարանք խոսանք։ Գնահեք ձեզ դուր էր գալիս այդ նայելու պահը, թե ինչպես են ձեր մշակած գլուխկոտրուկները լուծում, թե ավելի շատ երբ որ դուք եք խաղի մեջ լինում։ Ավելի շատ երբ որ ես եմ խաղի մեջ լինում։ Նայել մարդ ճիշտ եք դուք հարց տալիս, կողքից կարա հաճելի լինի նայելը, թե ինչպես են մարդիկ քննարկում քո մշակած գլուխկոտրուկը, ոնց կարելի է լուծել բան, բայց ես ավելի շատ սիրում եմ քվեստ խաղալ։ Իսկ շարունակեմ միտքս։ Հա, այդ ամառանոցում վերջում հարցաթերթիկ էի տվել բոլորին, որ լրացնեն մի քանի հարց պատասխանեն, ու հիմնական հարցը այնտեղ թե որքանով եք բավարարված խաղից, ու բոլորը այդ հարցին 5 էին պատասխանել։ Այսինքն այնտեղ կար նաև հարց, որ հանելուկը հավանեցիք, բան, այդպես տարբեր պատասխաններ, բայց բավարարվածությունը, որը իմ համար ամենակարևորն էր, բոլորը 5 էին գնահատել, ու ես վերջում արդեն դուրս էին գալի գիշերեր, բան ասում եմ, լավ, բոլորը 5 եք գնահատել։ Այդ ձեր ընկերն եմ դրա համար, ասին չէ, լավն էր, ասի այնքան լավն էր, որ արժի Երևանում բացել քվեստ։ Ասին հա, հաստատ Երևանին պետք է մի հատ թազա քվեստ, այտենց ասին ու գնացին էլի, այտենց կիսալուրջ զրույց ա եղել։ Դրանից հետո ասացի լավ, դե որ այտենց է մի հատ հլը տենամ տարածք կամեմ, գտնեմ, գտա։ Այսինքն ձեզ համար ուղղորդող եղավ այդ մի փոքր փորձարկումը ձեր ընկերների վրա։ Ուզում եմ ասեմ այս ամեն ինչով, որ այտենց չի եղել նպատակ, որ ես ամեն գնով պետքա քվեստ ունենամ, չարչարվեմ բան։ Ավելի շուտ եղել է այդպես հոբից վերածվել է ավելի հաջորդականություն բնական ճանապարհով։ Երբ որ ես բացեցի քվեստը, ես տարածքի հետ պայմանավորվել էի, որ սա 4 ամսվա փորձնական բիզնես է, որ ես հասկանամ մարդկանց դուր է գալիս իմ ստեղծածը, թե չէ։ Ու չնայած ես այդ ընթացքում վնասով եմ աշխատել, բայց խաղացողները, այն քիչ խաղացողները միշտ պատասխանում էին, որ իրենց այն 5-ը դնում էին, պատկերացրեք։ Եվ հենց այդտեղից էլ հարցը հաջորդ ինչպիսի դժվարությունների եք բախվել հենց բիզնեսում, սկսնակ բիզնես ա եղել, եւ ինչպիսի մարտահրավերներ են եղել, որոնք հաղթահարելու համար գուցե եղել է հիասթափվել եք, գուցե որոշել եք փակել, գուցե որոշել եք, որ չէ, սա փորձությունն է, որ պետք է անցնել եւ հաղթահարել եք այդ ուղին։ Հիմնական դժվարությունը եղել է այն, որ շուկա չկար ձևավորված ու պետք է մարդկանց բացատրես քվեստը ինչ է, ու ինչու նաև ոնց որ դրա հետ կապված նաև այն, որ քվեստը մեր քվեստները 12+ են, այսինքն քվեստը մեծահասակների ժամանց է ավելի շատ, կարան նաև երեխաների հետ խաղան, բայց ինքը ավելի շատ մեծահասակների համար է ու Հայաստանում մեծահասակները ռեստորանում են ժամանակ անցկացնում, այլ ընտրանքը շատ քիչ է ու չեն էլ պատկերացնում, չեն էլ ուզում էլի աշխատանքից դուրս գան ու գնան ժամանց ռեստորանից դուրս։ Այդ հիմնական դժվարությունն է եղել, մնացած մարտահրավեր դժվարություններից ֆինանսական, կազմակերպչական, դե սկզբում ֆինանսը քիչ ա եղել, ու ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր սկզբում խաղացել են մեր քվեստները ու իմանան, որ առաջին 3 տարում բոլոր խաղացողների գումարները քվեստի մեջ ուղղվել է նոր քվեստներ բացելուն։ Հիմա 4
4.5 տարի արդեն կանք, հիմա էլի մեծամասնությունը ուղղվում է դեպի նոր քվեսթներ բացվելուն։ Բիզնեսի զարգացում։ Այո, որ ու այդ խիա ստացվել, որովհետև ես այդ ընթացքում ծրագրավորող էի ու իմ անձնական ծախսերը հոգում էի ուրիշ աշխատանքով, իսկ սա զարգացնում էի մենակ։ Հիմա էլ եք զբաղվում Ծրագրավորմամբ։ Այո։ Ծրագրավորումը թողեցի 6 ամիս առաջ։ Ինչու՞։ Որոշեցի ամբողջությամբ զբաղվել միայն այն գործով, որը սիրում եմ։ Ու դրա համար եմ շնորհակալ մարդկանց, ովքեր քվեստ են խաղում, որովհետև իրանք թույլ են տվել ինձ զբաղվել մի բանով, որը սիրում եմ։ Ինչքան, չգիտեմ, ինչքան մարդ կա, որ զբաղվում է նրանով, ինչը սիրում եմ։ Երևի 10%, չէ՞։ Դուք ունեք որոշակի վիճակագրություն, թե քաղաքում կամ ընդհանուր հանրապետությունում քանի նման ակումբներ կան եւ ոլորտի հետ կապված որոշակի այսպես ցուցանիշներ, թե ինչ սերի մարդկանց հետաքրքրում, ինչ տարիքային խմբի է հետաքրքրում, նաեւ Հայաստանի քաղաքացիներն են շատ, թե զբոսաշրջիկներ կան, որոնց հետաքրքրում է։ Հարցը նրա մասին էր, թե ովքեր են ավելի շատ խաղում, հետաքրքրված ու խաղում քվեսթներ։ Այո, պահանջարկի տեսանկյունից։ Պահանջարկի տեսանկյունից։ Շուկայում հիմնականում երեխաների ծնունդներն են, զբոսաշրջիկներն են, ովքեր գիտեն քվեսթը ինչա ու ստեղել են փնտրում գտնում քվեսթներ, ընկերական խմբերն են, ովքեր սիրում են ընկերներով հանելուկներ լուծել ու փորձություններ հաղթահարել ու գիտեն քվեսթը ինչա էլի գտնում են մեզ գալիս են, այդ հիմնական շուկայի հատվածն է։ Իսկ տարիքային խմբերով որ տարիքային խմբերին է հիմնականում հետաքրքրում սեգմենտը։ Ամենաակտիվը տարիքային խումբը բոլորի հետաքրքրում է 6 տարեկանից մինչև 90-100 տարեկան ու բոլոր տարիքային խմբերը ունեցել ենք։ Մերը ասում ենք 12+, չէ, բայց քվեսթներ կան, որ մեր ոչ վախենալու քվեսթները ընտանիքով հանգիստ կարող են գա խաղալ ու 6 տարեկան երեխայի հետ եթե խոսալով խաղան, ինքը հաճույք կստանա։ Իսկ եղել է 60+ տարիքի։ Այո։ Հիմնականում պապիկներով հավաքվեն գան, խաղան ընկերներով օրինակ։ Գիտեք ոնց, այդ պապիկներով միայն պապիկներով չի եղել, բայց այն խմբերը, որտեղ կան տատիկներ կամ պապիկներ, ես օրինաչափություն եմ զգացել, որ այդ մարդիկ կամ Հայաստանից դուրս են ապրում, կամ թիմում կա մարդ, ով Հայաստանից դուրս է ապրում։ Օրինակ Գերմանիայից եկել է Հայաստան կամ ուրիշ երկրից։ Ուզում է ընտանիքին ինչ-որ հետաքրքիր ժամանց, ուզում է հետաքրքիր տեղ գնան։ Եկել է Հայաստան, իր բարեկամների հետ ուզում է հետաքրքիր տեղ գնան, ու ինքը մտածում է, որ քվեսթը հետաքրքիր ժամանց է։ Ասում է տատի պապի դուք էլ եք, այդտենց բերումա ցույց է տալիս էլի։ Ասենք ինտելեկտուալ բաղադրիչի մասին, քվեսթում այսպես գիտության հետ կապը որքանով է ու ինչպես եք փորձում հնարավորինս այսպես չափաբաժինը որոշեք, թե ինչքան դժվար լինեն այդ հարցերը, գլուխկոտրուկները եւ արդյոք մեր հասարակությունը այդ IQ-ն, այսպես ասած, բավականաչափ զարգացվածության մակարդակը կամ իրազեկվածության մակարդակը այն աստիճանի է, որ կարողանան հաղթահարել, թե իրականում շատ դժվար են կարողանում լուծել։ Միանգամից ուզում եմ ասել, որ մարդիկ, ովքեր հետաքրքրված են, բայց թերահավատ են իրենց ուժերի նկատմամբ, թող չվախենան ու գան, իրանք մեկը հաճույք կստանան, որովհետև մենք հանելուկների բարդության առումով նախ ասեմ, մենք հանելուկները չենք անում շատ բարդ, ոնց որ օրինակ արել է իմ ամենաառաջին քվեսթում մեր ամառանոցում, այտենց չենք անում, ու խուսափում ենք մաքսիմալ նախնական գիտելիքներ պարունակող, ձեր ասած գիտության թեմաներով օրինակ, նախնական գիտելիքներ պարունակող հանելուկներ օգտագործելուց երևի թե դրանք էլ չկան։ Այսինքն հնարավոր է ձեզ պետք լինի իմանալ, չգիտեմ, call-ը ինչ է նշանակում անգլերենից հայերեն թարգմանել։ Դա ավելի շատ ժամանակակից ինչ-որ բաներ եք օգտագործել, քան օրինակ տարական աշխարհագրական գիտելիքներ, թե որն է օրինակ ամենաերկար գետը, դա պետք չի գալու քվեսթում։ Չէ, միանշանակ պետք չի գալու։ Նայեք, դուք հաճույք կստանաք, երբ որ հարցի պատասխանը իմանաք։ Այսինքն գրածա որն է ամենաերկար գետը ու դուք պատասխանը գիտեք, գրում եք ու բացվում է դուռը։ Դժվար թե հաճույք ստանաք, չէ՞։ Բայց ճիշտ ասած, գուցե հպարտություն զգացում լինի, եթե ես իմանամ, ես դա գիտեմ։
Բայց եթե ուրիշ ձև լինի հանելուկը, օրինակ եկեք մի հատ ասեմ լավ ու վատ հանելուկի դիզայնը ոնց է նախագծվում քվեսթը, էլի օրինակ եթե ունենք քառանիշ կոդով բացվող safe ոնց է հայերեն պահոց քառանիշ կոդով բացվող պահոց ունենք ու խաղացողները պետքա սենյակում քառանիշ կոդը գտնեն ու բացեն ամենավատ հանելուկը կլինի երբ որ այդ քառանիշ կոդը թղթի վրա գրած միտեղ պահած լինի ու խաղացողները գտնեն ասեն հեսա քառանիշ կոդ եմ գտել հələ փորձեք տեստեք էտա բացվի էլի մի քիչ հաճույք կստանան ավելի լավ տարբերակներ են օրինակ տեքստի մեջ քառյա կլինի որի մեջ 4 հատ տարբեր թվեր են որոնք հաստ ընդգծված են կամ ընդգծված չեն օրինակ տեքստը կարդացողը պետք է հասկանա որ 4 թիվ հանդիպեց տառերով գրված կարող է էսի քառանիշ կոդ է կամ սենյակում լինեն տարբեր իրեր որոնց վրա բնական ձևով թվեր կան օրինակ դարձի վրա թվեր կան կամ եթե զառ լինի սենյակում զառի վրա թվեր կան ու ինչ որ հետո այդ առարկաները 4 հատ առարկա նկարած լինի ու դու ամեն առարկայի վրայի թիվը կողպեքի վրա հավաքես, այդ մի քիչ միջին։ Ու շատ ավելի լավ դիզայն է, որ դու ունենաս սենյակում մի հատ իր, որը տեղաշարժելով սենյակի լուսավորությունը փոխվում է։ Ու խաղացողները ընթացքում ասում են մի րոպե, այս սենյակի լուսավորություն գույները փոխվում է, որովհետև ես այս իրը շարժեցի, բայց այս իրը հա փաստորեն ամեն նիստի վրա մի հատ թիվ է գրված, հա։ Եթե ամեն նիստի վրա տարբեր լուսավորություն ենք հանդիպում, կարող է թիվը համապատասխանում է գույնին։ Ուրեմն եկեք մի հատ սենյակում գույներ ման գանք։ Մեկ էլ խաղացողներից մեկը ասում է, «Ստեղ կան գույներ, եկեք կապենք իրար հետ»։ Ու միասին այդ հանելուկը լուծում են, ու երբ որ կապում են թվերը, լուսավորությունը գույների հետ հանելուկի, իրանց մոտ գիտեք ինչ զգացողություն է գալի, որ հա հասկացանք, հաստատ էսա, ոնց չէինք ֆայմել։ Այ երբ որ այդ պահը կա հանելուկի, որ հանելուկը ոչ թե տափա կա, այլ sense ինչ որ բաներ գտնելով դու sense puzzle-ը հավաքվում է քո գլխում։ Դու հասկանում ես, որ հաստատ դրամաբանության շղթան է, որ պետք է ճիշտ կառուցես։ Այդ ժամանակ շատ ավելի մեծ է հաճույքը, երբ որ բացում ես դու կողպեքը։ Եթե այսպես ամբողջացնելու լինենք, ստացվում է, որ դուք հնարավորինս շեշտը դրել եք նրա վրա, որ մաքսիմալ կիրառվի տրամաբանությունը մարդու։ Մենք շեշտը դրել ենք նրա վրա, որ մաքսիմալ հավես լինեն հանելուկները, ոչ թե բարդ, իսկ տրամաբանությունը անպայման պետք է կիրառվի։ Ուղղակի ես վախենում եմ ասեմ մաքսիմալ տրամաբանության կիրառումից, որ մարդիկ չմտածեն, որ մարդիկ ովքեր ինքնավստահ չեն, չմտածեն, որ ես տրամաբանությունից թույլ եմ, ես չեմ կարողանա խաղալ։ Հավատացեք, քվեսթ խաղալու համար մենակ տրամաբանություն պետք չի, պետք է թիմային համագործակցություն, ուշադրություն, հետաքրքրվածություն, շատ հիմնականում օրինակ բախտի գործոնը որքան է, որտես միամիտ կարող է տենց ֆորփրես։ Փորձում ենք մինիմալի հասցնենք։ Եթե բախտի գործոնով դու կարողանում ես բացես, այդ նշանակում է լավ նախագծած չի քվեսթը։ Հասկանալի։ Իսկ ժամանակի տեսանկյունից կա որոշակի միջակայք, որը լավագույնն է խնդիրները լուծելու համար, եւ դրանից ենկում արդեն կարող անհետաքրքիր դառնա։ Մոտավորապես 3 րոպեից ավել, եթե թիվը ոչ մի բան չի անում, այդ անհետաքրքիր է դարձնում, ձանձրացնում է թիմին, մեր գործի մեջ մտնում է նաև են, որ չթողենք թիմը ձանձրանա։ Խաղի ընթացքում ամբողջ ընթացքում խաղավարը հետևում է խաղին։ Այսինքն եթե իրենից հուշում չխնդրեն, ինքը կարա նաև որևէ ձևով ուղղորդի, աջակցի, հա։ Այո, եթե թիմը հատուկ չի շեշտել, որ մեզ ընդհանրապես հուշում տվեք, մենք փորձում ենք նրանց անել, որ թիմը հաղթի, որ լիարժեք էմոցիաներ ստանալով դուրս գա սենյակից։ Ու երբ որ նկատում ենք, որ իրենք սխալ ուղղությամբ են մտածում երկար ժամանակ կամ կանգնել են տեղում, մենք ուղղորդում ենք իրենց առանց վերջնական պատասխանը ասելու։ Այսինքն հիմնականում ես աշխատակիցներին խորհուրդ եմ տալիս հարցեր տան խաղացողներին։ Իսկ կասեք օրինակ ձեր հետևում ինչ եք տեսնում, հա։ Հա, տենց օրինակ։ Այսինքն հուշումն էլ ունենցա, որ ի վերջո թիմը ինքը լուծումը գտնի, որ այդ հաճույքը ստանա։ Իսկ ինչա լինում, երբ որ դու չես հետևում խաղին ու թիմը միտեղ երկար է մնում, շատ թիմեր ընդհանրապես հարց չեն տալիս, իրենց ժամանակին չեն հետևում ու թիմը դուրս է գալիս կիսատ էմոցիաներով։ Շատ ժամանակ կարող է թիմին թվա, որ անհաղթահարելի ինչ-որ հանելուկ էր, կարող է թիմին թվա, որ իրանք Այսինքն կիսատ հողնեն դուրս գան խաղը։ Այո, դե ժամանակը որ լրանա ու իրենցից հետո ուրիշ ամրագրում ունենանք, թիմը կիսատ է թողնում, դուրս է գալիս, կիսատ էմոցիաներով, չպետք է թույլ տաս, որ թիմը իրան ոչ խելացի զգա։ Եթե մենք
թեթևակի հուշում ենք տվել, ինքը հաղթահարել է, ինքը այդ զգացումը չի ունենում։ Ինքը չի ունենում զգացում, որ այս ինչ անելուկ էր, ես ներվայնացա, ոնց ես գլխին գնեի ես, էլի, բայց եթե հուշումը ճիշտ է տալի, ինքը հասկում է հավայի կարելի էր։ Իսկ օրինակ ոգևորում եք ընթացքում, ոնց է երեխաների դեպքում, երբ ինչ-որ մի բան լավ անում, ոգևորումս դա ավելի է, չէ՞։ Ընթացքում չենք ոգևորում, որովհետև միջավայրում մի քիչ էտիկ հուշելը ու ոգևորելը կոտրում է միջավայրի ռեալիստիկությունը։ Վերջում ենք ոգևորում, վերջում ասում ենք, որ ամեն ինչ լավ էր։ Եվ խոսենք հոգեբանական վարքագծից խաղացողների, ինչպիսի երևույթների եք առնչվել ձեր փորձի ընթացքում, օրինակ վախի գործոնը ինչպես է անդրադարձել, ադրենալինի գործոնը ինչպես է անդրադարձել, կամ այսպես ժամանակին չհասցնելու այդ շտապողականությունը ինչպես է անդրադարձել խաղի ելքի վրա։ Մենք չխոսեցինք, որ քվեսթները լինում են նաև վախենալու, որ այս հարցը տվեցիք։ Միանգամից պատմեք, թե ինչ աստիճանի վախենալու են եւ վախենալու քվեսթը, ինչպես պետք է պատրաստվել։ Okay։ Մեր քվեսթներից որոշները նաև վախենալու են։ Վախենալու քվեսթ նշանակում է, որ դուք հնարավոր է խաղի ընթացքում հանդիպեք կերպարների, ովքեր կխոչընդոտեն ձեզ առաջ գնալ, առանց ձեզ վնասելու։ Կերպարները իրական մարդիկ են, ովքեր դերասաններ են ու քվեսթում իրանց գործը վախացնելն է։ Վախենալու քվեսթների վախի աստիճանը, եթե ուզում եք պատկերացնեք, ինքը լավ վախենալու կարա լինի, բայց շատ կախված է մարդկանց երևակայությունից, տարիքից, մարդիկ կան, որ սարսափ ֆիլմ նայելուց չեն վախենում, ու մարդիկ կան, որ շատ են վախենում, էլի։ Տարիքը կապ ունի։ Օրինակ ես ժամանակին, երբ որ պատանեկության տարիքում սարսափ ֆիլմերը նայելուց որևէ այսպես էմոցիա գուցե չունենայի, բայց հիմա արդեն ինձ համար մի տեսակ տհաճ է, օրինակ եմ ասում, իմ օրինակով նշեմ։ Շատ կապ ունի, բայց տարբեր է։ Կան 12 տարեկաններ, որ ընդհանրապես չեն վախենում, չնայած հիմնականում փոքրերը ավելի շատ են վախենում, ու ես դա կապում եմ էլի իրենց երևակայության հետ, որովհետև երբ որ իրանք մտնում են մեր վախենալու քվեսթներից մեկը, որտեղ արդեն առան ծանր է ու երաժշտությունը համապատասխան է, շատ ժամանակ հենց սկզբից տենց զգում ես, որ շատ լարված են իրանք, էլի, որովհետև ինչ, իրանք պատկերացնում են ինչ, անորոշությունը շատ վախենալու է ինձ թվում, ու ինչքան մարդը շատ երևակայությունից ուժեղ է, այնքան ավելի վախենալու բաներ կարա պատկերացնի այդ անորոշ իրավիճակում։ Ձեր հարցի պատասխանը տարիքը մի քիչ բան է, խաբուսիկ է, էլի, չես կարող ասես, որ եթե բարձր տարիքի են, ուրեմն չեն վախենա կամ հակառակն է դժվար ասել։ Հոգեբանական վարքի առումով մենք անվտանգության տեսանկյունից անպայման զգուշացնում ենք, որ մթության մեջ չշարժվեն, ուժով ոչ մի բան չանեն, այսինքն դուք հասկացեք, որ հիմնական հակառակը տեղի է ունենում, էլի, այդ հոգեբանական վարքը իրանց շատ ագրեսիվ կարող լինի, շատ անկանխատեսելի կարող լինի։ Օրինակ սկսեն վախից դուռը քաշել, բացել, փորձեն։ Հա, փորձեն վազեն, ինչ որ արագ ինչ որ բան փորձեն անել։ Իսկ փորձել են վնասել ձեր դերասան աշխատակիցներին։ Հա, դե դա էլ ենք անպայման զգուշացնում, որ դերասանին չի կարելի կպնել։ Փորձել են, այո։ Մանավանդ ինքնահաստատման տարիքում գտնվող երեխաները ու մանավանդ մեծ խմբերով եթե գալիս են, այդ վաղ աղմուկը ու անվերահսկելիությունը շատ մեծ է։ Իսկ ինչպես է կապահովում ձեր աշխատակիցների անվտանգությունը նման իրավիճակում։ Մեր առաջին հերթին ճիշտն ասած խաղացողների անվտանգությունն է կարևոր, աշխատակիցները սովոր են, իրանք եւ մթության մեջ գիտեն որտեղ են գտնվում եւ մոտավորապես գիտեն ինչ սպասեն խաղացողներից։ Այդ առումով աշխատակիցների անվտանգության հետ կապված խնդիրներ չեն եղել, նույնիսկ եթե խաղացողները քաշել կամ հպվել են դերասանին, խաղավարը ով այդ բային նայում է, զգուշացում է տվել ու վնասներ չեն եղել։ Եղել են վնասվածքներ խաղացողների շրջանում, նույնիսկ զգուշացնելուց հետո իրանք հիմնականում կապված է մթության մեջ վազել, շարժվել, մթության մեջ կարող վազես, ասենք քվեսթում լինի աստիճան, քվեսթ ունենք, որ աստիճան կա, բարձր չէ, որ կարող վազի աստիճանին կպնի, գնի կամ պատին կպնի, բայց այդ է։ Ամեն դեպքում ադրենալինը ապահովում եք։ Այո։
Իսկ հայաստանցիների մեծ մասը նախընտրում է քվեսթ խաղալ, որն է շարժառիթը, հա, խոսենք հիմնականում ձեր Ադրենալինի համար, ադրենալինը թե ինտելեկտուալ բավարարվածություն ստանալ, որովհետև մարդկա իմ կարծիքով գուցե ձգտում է այդտեղ ստուգել իր IQ-ն, ստուգել իր վախերը։ Երբ որ մենք նոր էինք մտնում շուկա, ավելի շատ խաղում էին մեր վախենալու քվեսթները ու ավելի շատ գալիս էին վախենալու քվեսթի համար։ Դրա պատճառներից մեկը նաև այն էր, որ մենք գովազդում էինք վախենալու քվեսթները, որովհետև դա ավելի հեշտ էր գովազդել սոցցանցերում։ Այսինքն գովազդ ասելով ես նկատի ունեմ հետաքրքիր դրվագներ դնել, իսկ ու գովազդել սոցցանցերում, իսկ ավելի հեշտ էր մեր համար վախենալու քվեսթի հետաքրքիր կադրեր հանել, քան ոչ վախենալուների, բայց մենք հիմա շատ, քանի որ ես ինքս էլ սիրում եմ ոչ վախենալու քվեսթներ ու քվեսթը իմ համար առաջին հերթին թիմային ինտելեկտուալ ժամանց է, հետո նոր ադրենալին։ Ու ստեղ էլ շատերը մտածում են, եթե ադրենալին չկա, էմոցիա չկա, չէ։ Ստեղ դու խաղում հաղթում ես, ամեն կողպեք բացելը դա էմոցիա է։ Ու հիմա մենք հասել ենք նրան, որ մեր ոչ վախենալու քվեսթները ավելի շատ են խաղում, քան վախենալուները։ Երևի մեր պլանը այն էր, որ ցույց տանք, որ քվեսթը, որը վախենալու չի, կարա լինի շատ լավը ու կարա լինի հետաքրքիր ու ոնց որ մեր մոտ ստացվում է։ Կարող է եւ հնարավոր է փոխարինի հենց սրճարանային ժամանցից եւ դառնա հետաքրքիր, ասես ձևաչափ մարդկանց։ Առաջին հերթին վիրտուալ ժամանցին ենք ուզում փոխարինենք, որ մարդիկ ովքեր սիրում են խաղեր, вообще խաղ ասելով ընդհանրապես հիմա մարդիկ շատ են հիմնական պատկերացնում են վիրտուալ համակարգչային խաղ։ Երբ որ ես սկսում եմ բացատրել քվեսթը, իրանք առաջին հարցից մեկը կոմպի հետ կապ ունի, թե չէ, դա էլի։ Առաջին հերթին փորձում ենք մարդկանց կտրել համակարգչից, տալ ուրիշ խաղային հնարավորություն, որը շատ շոշափելի որը լինի նաև, չէ՞։ Համ շոշափելի, համ իրենց զարգացնում է։ Այդ իմացած ուշադրությունն է զարգացնում թիմային մտածելակերպը։ Թիմում եթե իրար չլսեք, շատ դժվար է խաղալու։ Ու տրամաբանությունը ու առաջին անգամ քվեսթ խաղացող թիմը ու նույն թիմը, երբ որ 2-3 անգամ արդեն խաղացել է ու գալիս է նորից քվեսթ խաղալու, շատ տարբեր են խաղում։ Տեսեք, օրինակ սպորտում մենք համարվում ենք հայերս ոչ թիմային, հա, խաղ, մեզ մոտ ավելի լավ ստացվում է անհատական մարզաձևերը կլինի ծանրամարդ, թե մշամարդ, քան օրինակ ֆուտբոլը, բասկետբոլը կամ մյուս թիմային խաղերը։ Հետաքրքիր քվեսթում թիմային աշխատանքը նկատում եք, թե յուրաքանչյուրը փորձում է պնդել իր տեսակետը եւ այդտեղ փշրվում է այդ թիմային խաղի ամբողջ բանաձևը։ Փոքր թիմերում նկատում ենք, մեծ թիմերում փշրվում է։ Մեծ թիմերում նայեք օպտիմալ 2-ից 6 հոգու համար են նախատեսված մեր քվեսթները։ 2 հոգանոց թիմերը, 3 հոգանոց թիմերը կարող իրար լսելով հանգիստ խաղում են։ Իսկ ավելի մեծ թիմերի դեպքում այդ ձեր ասած խնդիրները առաջանում են։ Շատ ժամանակ մարդիկ ուղղակի փորձում են ուշադրություն գրավելու համար գոռալ, որ հա ես այդտեղ ինչ որ բան եմ գտել, որ բոլորը գան, չգիտեմ, ուշադրությունը իրանց վրա շեղվի, տարբեր կարծիքներ ասեն բան, առանց իրար լսելու։ Բայց պետքա հակառակը անել, էլի, իրար լսել, տարբեր կարծիքներ պետքա ասել։ Բայց պետք չի զուտ ուշադրություն գրավելու համար ինչ որ բաներ գոռալ։ Մի խոսքով հասկացան։ Չեմ կարող համեմատեմ հայերին ու ոչ հայերին, ինչու, որովհետև երբ որ մեր մոտ խաղում են զբոսաշրջիկները, իրանք արդեն քվեսթ խաղացած թիմեր են ու Հայաստանի քվեսթ խաղացած թիմերն են լավ համագործակցելով խաղում։ Հիմա դժվար է ասել, այդ նույն ազգի մարդիկ, ովքեր գան ուրիշ մարդիկ, ովքեր առաջին անգամ են քվեսթ խաղում, ավելի լավ թիմային խաղ ցույց կտան, քան թե հայերի առաջին անգամ, այդ դժվար է ասել։ Իսկ հնարավոր է հենց խաղի սկզբից հետևելով խաղացողների վարքագծին կամ իրենց տրամաբանությանը գուշակել իրենք խաղը կհաղթեն, թե կպարտվեն։ Հնարավոր է, բայց ոչ 100% ճշգրտությամբ, որովհետև նոր որ մտնում ես քվեսթ սենյակ, այդ առաջին 5 րոպեն պետքա ուսումնասիրես։ Ու հնարավոր է թիմը ուսումնասիրի ու ոչ մի բան չանի այդ ընթացքում, այդ 5 րոպեում։
բայց ամբողջական հիշի, որտեղ ինչ է տեսել, ու հետո շատ լավ խաղա։ Ու հնարավոր է թիմ, որ sense մտնի, արագ կողմնորոշվի առաջի քայլը որն է անի, բայց հետո դժվարանա։ Հիմնականում երևում է խաղի ձևից, որ իրանք լավ են խաղում, բայց ոչ միշտ։ Առաջին 5 րոպեն խաբուսի կա։ Իսկ հիշեք, որն է ձեզ տպավորած ամենաայսպես հաջողակ թիմը, ում այսպես հիշելով իրենց խաղը իսկապես որ մաստեր կլաս են ցույց տվել։ Ես հիմա խաղեր չեմ վարում, ամենասկզբում առաջին 6 ամսում միայն ես էի վարում։ Դրա համար ես հիշում եմ օրինակ թիմ, բայց ես համոզված չեմ, որ իրանք ամենատպավորիչն էին, որովհետև ես վերջին խաղերը չեմ նայում, էլի, թիմերը ոնց են խաղում։ Բայց ասեմ, այդ թիմը երբ որ մենք այդ Neo-ի անետացումը քվեստնա, մեր առաջին քվեստնն է, որ ասում եմ ամառանոցում սարքել եմ, հետո ռեալիզացրել եմ, որպես քվեստ։ Այդ քվեսթը ինքը շատ հանելուկներով բարդ քվեստ էր ու եկան 14 տարեկան երեխաներ ռեկորդ խփեցին, դուրս եկան, ասացին հեշտ էր։ Ու այդ ես իրանց հիշում եմ, իրանք տպավորվել են, ընդհանրապես մեր առաջին թիմերին, առաջին 2-3 ամսվա թիմերին հիշում եմ, բայց իրանք շատ տպավորվեցին, որովհետև իմ մոտ հարցեր առաջացրեցին։ Մտածի դուք խաղացել են, հա, իրենք նախ։ Չէ, այդ չէ։ Նույն քվեսթը նկատի ունեք երկրորդ անգամ էին խաղում։ Չէ, ոչ թե տենց հարցեր, ես հաստատ կհիշեի։ Այդ ժամանակ խաղերը շատ քիչ էին։ Ավելի շուտ գիտեք ինչ է նշանակում քվեսթը հեշտ էր, էլի։ Եթե մեկի համար շատերի համար բարդ է եղել ու ձեր համար հեշտ է։ Այդ հիմա նշանակում է, որ դուք ավելի խելացի եք, քան թե իրանք, թե դուք ոնց որ հանելուկները զուտ ձեր մոտ ստացվել է ճիշտ ուղղությամբ գնալ։ Այսինքն կարող է հանելուկները 2 անգամ շատ լինեն, դուք սրանք ինչ որ ճիշտ ուղղությամբ մտածելով լուծեիք, բայց ինչ որ ուրիշ տեղեր դժվարն է։ Թե դուք այնքան խելացի եք, որ բոլոր հանելուկները այտենց կմտածեիք ու ճիշտ տեղը կխփեիք, էլի։ Այստեղ որովհետև հանելուկը միշտ չի որ միանշանակ է, բայց դու պետքա հնարավորություն տաս թիմին հասկանալ, որ մեծ հավանականությամբ սենց է պետք մտածել, բայց ոչ բոլոր թիմերն են մեծ բոլոր հուշումները ոչ բոլոր թիմերն են տեսնում, որ այդ ուղղությամբ մտածեն, չէ՞։ Ու շատ դեպքերում 10 տարբերակ են մտածում, մինչև որ հասնում են, հա, բայց տեսեք, այստեղ բան կա, որը մենք հաշվի չենք առել, ուրեմն այս տարբերակի վրա եկեք խորանանք։ Ու եթե թիմը գալիս, որ միանգամից բոլոր հանելուկները ճիշտ ուղղությամբ խորանում է, ես այդ ժամանակ երկար մտածել եմ, էլի, այս թիմը ուղղակի մեր քվեսթը կարացավ տենց մեր քվեսթը կարող է համապատասխաներ իրան, այսինքն ուրիշ քվեսթ գնար, իր մտածելակերպը դրա հետ չբռներ։ Ու այդ դեպքում արդեն ոնց որ իրանք ոչ թե շատ խելացի են, այլ այս քվեսթի մտածելակերպն էր իր հետ բռնել։ Բայց հա, միանշանակ իրանք խելացի էին, բայց թե ինչքան այդ հարցերը ինձ տվել եմ այդ ժամանակ ու տպավորվել է թիմը։ Ինչպես եք որոշում բարդության աստիճանը քվեսթի եւ կա այսպես ինչ-որ սանդղակ, պարզ, բարդ, միջին։ Մենք շատ բարդ հանելուկներ չենք դնում ու դա ինչ է նշանակում, երբ որ քվեսթը Այսինքն պահանջարկը չկա գուցե դրա համար, թե դա ավելի շատ ժամանակ կծախսի ձեզնից, իսկ դες պետքա որ Չէ, ավելի քիչ ժամանակ կծախսի։ Բարդ հանելուկ դնելը հեշտ է։ Չէ, դա շատ ժամանակ կծախսի այցելուներից դարձելու համար խաղի ընթացքում։ Ոչ են։ Ես ասեցի, չէ, որ մարդը խաղացողները չպետք է զգան իրենց ոչ խելացի։ Մենք էմոցիա ենք տալիս, ոչ թե մարտահրավեր ենք նետում խաղացողներին, որ եթե կարաք եկեք հաղթեք, չէ, խոսքը դրա մասին չի ընդհանրապես, մենք մարտահրավեր չենք նետում, մենք ուզում ենք թիմին տանք միջավայր, որտեղ իրանք կհաղթեն ու դուրս կգան։ Հիմա այդ ժամանակ դնել ինչ-որ հանելուկ, որը 90% հավանականությամբ միջին մտածելակերպի մարդը չի կարողանա անի, ինչի համար, ինչի տանջենք այդ մարդկանց, երբ որ մենք ուզում ենք իրանց հաճույք պատճառենք։ Այդ է պատճառը, որ մենք եթե նույնիսկ կան այդպես հանելուկներ, որ շատ բարդ են, թեստային խաղերի արդյունքում իրանց հուշումները ավելացնում ենք ու հնարավորություն ենք տալիս թիմերին հետաքրքրությունը չկորցնելով բարդությունը մի քիչ հեշտացնում ենք։ Այսինքն ավելացնում ենք ինչ-որ դետալ, որը ուշադրությունը կհրավիրի ճիշտ ուղղության գնալու վրա։ Ինչպես է աշխատում կողմնակի մտածողությունը քվեսթում։ Օրինակ լինի թիմում մեկը, որ առաջարկի այնպիսի լուծում, որը անգամ դուք չեք մտածել։ Ինչպես է աշխատում։ Լինում են այտենց լուծումներ, որ անգամ մենք չենք մտածել։
Դա ձեզ օգնում է հաջորդ անգամ քվեստ կառուցելուց ներառել օրինակ։ Հազվադեպ այո, հիմնականում ոչ։ Շատ են, որովհետև ուրիշ տարբերակներ մտածում։ Օրինակի համար, երբ որ կան պատին ինչ-որ սիմվոլներ, որոնք քեզ հուշում են, մարդը կարող է սկսի ամենաառաջի բաներից մեկը, որ մտածում են, ինչ-որ բան սկսենք հաշվել։ Գտնենք այդ սիմվոլներից քանի հատ կա, հաշվենք, ուրեմն գումարենք իրար։ Հա, ուրեմն դա առաջի թիվն է։ Կամ սիմվոլի վրա ինչ-որ բաներ, օրինաչափություններ գտնենք հաշվենք։ Ինչի հետևանքն է դա այդ օրինաչափությունները գտնել հոգեբանական պահ, այսինքն դու մտածում ես, որ քեզնից հավանաբար պահանջվում է լուծել ինչ-որ խնդիր եւ միանգամից թվերի հետ առնչվելիս մտածում եմ, որ պետքա գումարես, հանես, բազմապատկես։ Կարող է շատ են այտենց, կարող է նաեւ դա է, կարող է նաեւ շատ են եղել քվեստներում հանելուկներ, որտեղ պետքա հաշվել, որովհետեւ նո այտենց ոնց ասեմ, չեմ ուզում ինչ որ թերագնահատեմ այդ հանելուկները, բայց հեշտ է նախագծել հանելուկ, որտեղ դու ինչ որ սիմվոլ ես դրել ու պատերին կան այդ սիմվոլները, պետքա հաշվել կոդը գրել, չէ՞։ Երևի տենց բաներ շատ են հանդիպել։ Խոսենք նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից, նախ սարքավորումները ինչպես եք ձեռք բերում, հիմնականում կան Հայաստանում գտնում եք, դուք եք ստեղծում այդ սարքը, թե լինում է, որ նախատեսված հատուկ սարքավորումներ կան, որոնք ներմուծում եք։ Հա, շատ լավ հարց է, ու այն որ սկզբում հարցրեցիք ինչ մարտահրավերների հանդիպել, սարքավորումներ գտնելը էլի մեծ մարտահրավեր էր, որովհետև ես ինքս շատ եմ սիրում այտենց տեխնոլոգիական լուծումներ քվեստում ու ուզում եմ իմ քվեստներում շատ լինեն տեխնոլոգիական լուծումները ու չէի գտնում մասնագետ ու միջոցով սարքեմ դրա համար այդ ձեր բոլոր պատասխանները մեզ մոտ կան այսինքն մենք եւ գնում ենք Հայաստանից եւ գնում ենք ոչ Հայաստանից եւ ինքներս ենք եւ եղել է որ ինքներս ենք պատրաստել սկզբնական շրջանում խի հիմա չենք պատրաստում որովհետեւ ժամանակատար է ու դժվար է որակով սարքելը որ մի քանի խաղից հետո չփչանա Դրա համար վստահում ենք թիմերին, ովքեր դրա մեջ պրոֆեսիոնալ են, Հայաստանում էլ ենք գտել թիմ, որի հետ աշխատում ենք, իրենք երևի ձեր մոտ հարց կառաջանա, թիմը մենակ քվեստի տեխնոլոգիաներով զբաղվում, ոչ, իրանք սմարթ տների, սմարթ լուծումներով են զբաղվում, ու մեր քվեստային Այսինքն ինքնաշխատ եղանակով տվյալ կարգավորվող լուսային էֆեկտներ, հա, դրանց Այո, ու երբ որ մենք գնում ենք իրանց ասում ենք ուզում ենք մի հատ բան ռամկա լինի, որի վրա երբ որ մոտենաս գնաց կշա, հա, մոտենաս լույս տա կամ գնաց կշարժես։ Մոտենաս լույս տան մի քիչ հեշտ է։ Հա, հասկացա։ Ուզում եմ ասեմ, մեկ մեր բան պահանջները իրանց համար շատ ոչ ստանդարտ են ու ժամանակատար, բայց ստացվում է իրանց հետ աշխատել։ Ու կան նաև Հայաստանից դուրս ընկերություններ, ովքեր արտադրում են հենց քվեստի տեխնիկա, այս վերջից օրինակ այդպես շատ ենք պատվիրում, բայց բոլոր տարբերակները դիտարկում ենք։ Լավը այն է, որ խնդիր է եղել տեխնոլոգիաներ գտնելու, լուծելուց հետո արդեն այդ լուծումը օգտագործում ես, էլի ամեն անգամ երկար ման չես գալիս։ Խոսենք նաև արհեստական բանականության մասին, այսօր ինչպիսի կիրառություն ունի քվեստում, ոչ միայն Հայաստանում, առհասարակ արհեստական բանականությունը, օրինակ հնարավոր է ինչ-որ մի պահի խաղավարներին փոխարինի արհեստական բանականությունը եւ ինքը հուշումներ տրամադրի կամ այսպես ձայնային ազդակներ հղի, որը կօգնի թիմին լուծել հանելուկը։ Հնարավոր է։ Արհեստական բանականություն մենք հիմա կիրառում ենք շատ քվեստների նախագծման փուլում, օրինակ գրաֆիկա ինչ որ լուծումներ են պետք կամ պետքա մտագրող անել ինչ որ թեմայի շուրջ, ինչ որ իդեաներ վերցնել, արհեստական բանականության հետ քննարկում ենք, պատրաստի հանելուկներ չի տալիս արհեստական բանականությունը, այնց որ մեզ բավարարի, իսկ ինչ վերաբերվում է խաղի ընթացքում արհեստական բանականությունը օգտագործել օրինակ խաղավարի համար խաղավարի դերում հնարավոր է միանշանակ ինչ որ ժամանակ հետո, բայց հիմա մենք տենց լուծումներ չենք տեսնում, որ կարա Կամ օրինակ դերասանների փոխարեն ռոբոտներ լինեն, որոնք կվախեցնեն ձեր այցելուներին հետագայում Խոսենք նաև հեռանկարների մասին, ինչ է կարծում հետագայում ավելի շատ տեխնոլոգիաները այսպես պահանջարկ կունենան քվեստում, թե մարդիկ կնախընտրեն դասական այդ գլուխկոտրուկները։
Տեխնոլոգիաները հարստացնում են, իրենք չեն փոխարինում։ Նույն այդ իմ ասած օրինակում, եթե համարենք, որ տեքստի մեջ գրած թվերը դասականն է, իսկ տեխնոլոգիական լուծումը ոչ դասական է, ինքը զուտ հարստացնում է։ Թեկուզ տեքստը, եթե գրում ես գրիչով թղթի վրա, այդքան ու գրում ես պրոյեկցիայով, ասենք պատը հարթա, մեկ էլ հոպ տեքստ հայտնվեց կարմիր պատին գրած, նա ավելի հավես է, քան սա։ Այսինքն տեխնոլոգիաները հարստացնում են, իրանք չեն փոխարինում ու խի է լավ տեխնոլոգիաները, որովհետև խաղացողը չպետք է գա քվեստ խաղա ու զգա, որ դե լավ, ես նրան այսքան փող տվեցի, բայց ես կարայի տունը սարքեի, sense բան էլի։ Պետք է մի քիչ շատ բան տաս խաղացողը։ Միջերս մենք որ փոքր էինք, հենց այդ Fort Boyard-ի ոճով տանը խաղում էինք, այսինքն այդ զարդերը էինք լցնում տարբեր տեղեր, սկսում էինք հայտնաբերել ու ուրախանալ, ու այդպես ապահովում էինք մեր ժամանցը, բայց այն ժամանակ չկար դեռ քվեսթներ եւ չէինք մտածում, որ կարելի է գնալ միտեղ, որտեղ մեր փոխարեն այդ ամեն ինչը ապահովված կլինի։ Դուք ստեղծել եք այդ միջավայրը եւ որպես գրավիչ ոլորտ ինտելեկտուալ այսպես թիմային խաղի, կարծում եմ բավականին հետաքրքիր է եւ դեռ զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Ես էլ եմ հուսով։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ հանրամատչելի զրույցի համար։ Շնորհակալություն։